Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա։ Դեկտեմբերի 9-ից 10-ը վարչապետը նախատեսում է հանդիպել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ինչպես նաև Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Հայաստանի վարչապետի այցին զուգահեռ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ եւ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը նամակով դիմել են Գերմանիայի կանցլերին, պահանջելով ուշադրություն դարձնել Ադրբեջանում պահվող հայգելիների հարցին, նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու վերջին զարգացումներին, բարձրաստիճան հոգեվորականների ձերբակալումից մինչև խոսքի ազատության սահմանափակումներ։ Նամակի հեղինակները պնդում են, որ Գերմանիայում ապրող հայերը վախենում են զրկվել հայրենիք վերադառնալու իրավունքից Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հրապարակային քննադատություններ անելու պատճառով։ Երկրում տարածվող սուր շնչառական հիվանդությունների պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակելու կարիք այս պահին չկա, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով իր ղեկավարած գերատեսչությունը համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ ու որոշել են, որ եթե դասարանում բացակայության թիվը գերազանցում է 20%, ապա այդ դասարանը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը եւ հնարավորություն տանք, որպեսզի վարակի այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։ Հայաստանում ընթացող դատավարությունները տարիներով չեն ձգձգվի։ Երկրում ընթացող դատավարության բոլոր տեսակները շուտով կլինեն ժամկետային։ Բարեփոխման ծրագրով նախատեսվում է քաղաքացիական եւ վարչական դատարանների համար սահմանել գործի քննության համար 6 ամիս, իսկ քրգործերի քննության համար 1 տարի ժամկետ։ Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին հայտարարել է արդարադատության նախարարը ու նշել, որ որոշ դեպքերում հնարավոր է գործի քննությունը երկարի, սակայն դրա համար եւս հստակ ժամկետներ են սահմանվելու։ Սրբուհի Գալյանի խոսքով այս բարեփոխումները արվում են տնտեսության կայուն զարգացման համար։ Պետք է նշեմ, որ ցավոք սրտի դատական process-ները, ինչպես մեր, այնպես էլ մի շարք երկրներում տևում են շատ երկար, բայց մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է սահմանենք հստակ ժամկետներ յուրաքանչյուր դատավարության համար եւ մոտ ապագայում մեր երկրում դատավարության բոլոր տեսակները կլինեն ժամկետային։ Կնախատեսվեն 6 ամսյա գործի քննության ժամկետներ քաղաքացիական եւ վարչական դատարանների համար եւ 1 տարվա ժամկետ քրեական գործերով դատարանների համար։ Իհարկե այս ժամկետները որոշ դեպքերում պատճառաբանված որոշմամբ կարող են երկարացվել, բայց այդ երկարացումները եւս կլինեն հստակ ժամկետներով։ Արդեն 2 ամիս է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի պլանային վիրահատության հարցը չի կարգավորվում, ահազանգել են Աջապահյանի պաշտպանական թիմի անդամները։ Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել Իզմիրլյան բժշկական կենտրոնում, ինչի վերաբերյալ դեռևս հոկտեմբերին նրա պաշտպան Արազ Ուրաբյանը գրություն է ուղարկել քրեակատարողական ծառայություն։ Միքայել Սրբազանին առաջարկել են այլ հիվանդանոց ընտրել, սակայն Միքայել Սրբազանը հայտնել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է Իզմիրլյանում։ Քրեակատարողականը մինչ օրս դիրքորոշում չի հայտնել Աջապահյանի միջոցներով վիրահատությունը անցկացնելու հարցի վերաբերյալ։ Պաշտպանական թիմը մտահոգություն է հայտնել դրսևորված դանդաղկոտության համար եւ պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար։ Թրամփի ուղու հարցով աշխատանքային խմբերը մինչև տարեվերջ կանցկացնեն առաջին նիստերը, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ու նշել, որ այժմ ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի կառավարության հետ Թրամփի ուղու եւ Վաշինգտոնյան հուշագրերից բխող անելիքները մշակելու եւ դրանք իրականացնելու համար կառույցներ ստեղծելու հարցով։ Այժմ ձևավորվում են 2 միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու Թրամփի ուղու իրականացումը։ Դեսպանի խոսքով Թրամփի ուղին կմիացնի Հայաստանը համաշխարհային շուկայի հետ։ Հապկում Հայաստանի սառեցված կարգավիճակի վերաբերյալ որոշումները կայացվում են միայն Երևանում եւ կազմակերպության գործընկերները հարգում են դա, հայտարարել է Հապկի պաշտպանության մշտական հանձնաժողովի ղեկավար Անատոլի Վիբորնինը ու նշել, որ Հայաստանի վրա ճնշում չկա, քանի որ Հապկը աշխարհում միակ կառույցն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես կամավոր հիմունքներով։
Ռուսաստանը ընդլայնում է Հայաստանում իր ապատեգատվական արշավը, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում։ Կալասի խոսքով հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը եւ նրա վստահված անձինք ուժեղացնում են ապատեգատվական արշավները նաեւ Հայաստանում։ Բերելով Մոլդովայի օրինակը, Կալասը հիշեցրել է, որ այս տարվա գլխավոր թիրախը հենց Մոլդովան էր, բայց այն դարձել է լավագույն ապացույցը, որ Ռուսաստանի սպառնալիքները կարելի է հաղթահարել։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինի հետ։ Խոսել են հայ-ռուսական հարաբերությունների մասին, դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների մասին։ Հայ սպային կացնարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին շարունակում են հերոսացնել, նա ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է ստացել։ 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանած Սաֆարովը 2012-ի սեպտեմբերին արտահանձնվեց Բաքվին։ Ալիևը նրան անմիջապես ներում շնորհեց ու մայորի կոչում տվեց։ Մեղրի զորամասի հրամանատարը օգնել է Իրանից Արաքս գետով ավելի քան 70 միլիոն դրամի ծխախոտ բերել։ Նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի բնակիչը դիմել է զորամասի հրամանատարին, որը հանձնարարել է մարտական հենակետի ծառայողներին չխոչընդոտել Իրանից ծխախոտների ապօրինի տեղափոխումը։ Սահմանին ծխախոտով տուփերը զինծառայողները բարձել են զորամասի Կամազ մագնիշի մեքենան։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո ԱԱԾ աշխատողները կանգնեցրել ու ձերբակալել են անձնակազմին։ Մայիսին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննությունը ավարտվել է ու գործը արդեն դատարանում է։ Զորամասի հրամանատարից բացի մեղադրանք է առաջադրվել ևս 7 հոգու, հայտնել է առաջին լրատվական ալիքը։ Արմավիրի Արևիկ գյուղի տներից մեկում վաղ առավոտյան տեղի է ունեցել պայթյուն, կատ ուժած, նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախնական տվյալի պայթյունի պատճառը եղել է խոհանոցում գազի արտահոսքը, պայթյունի ալիքից մասամբ փլուզվել է տան միջնապատը։ Ադրբեջանցի վանդալները վնասել են Արցախի Մարտակերտի շրջանի 17-րդ դարի երից մանկանց վանքը։ Արցախ Monuments Edge-ը հրապարակել է եկեղեցու լուսանկարները մինչ վանդալիզմը եւ հետո։ Երևում է, որ անհետացել են եկեղեցու բեմի վրա դրված մարակերտերը, Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Ադրբեջանցիները ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, իսկ աջակողմյան որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնի վայր ընկած է։ Գիշերը հրդեհվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի խանութներից մեկի դիմաց դրված Զմեր Պապի արձանը։ Մինչև հրշեջների դեպքի վայր հասնելը արագ տարածվող կրակը հաջողվել է մարել մի տղամարդու։ Նա ծնունդով արցախցի է, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Կադրերում երևում է, եթե կրակը չհաջողվեր արագ մարել, այն կարող էր այրել նաև կողքի տոնածառը։ Վրաստանի պետական համալսարաններում 2026 թվականից կրթությունը լիովին անվճար կլինի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոպախիձեն։ Նոր օրենքը վերաբերում է եւ բակալավրիատին եւ մագիստրատուրային։ Վրաստանի վարչապետը շեշտել է, որ ավելի վաղ իրենց կառավարությունն անվճար է դարձրել նաեւ նախադպրոցական եւ դպրոցական կրթությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում անհրաժեշտ է նոր ընտրություններ անցկացնել։ Հակամարտության կարգավորման հարցում Եվրոպան շատ խոսում է եւ քիչ բան անում, ասել է նա։ Թրամփի խոսքով Եվրոպան կործանվում է եւ եթե շարունակեն նույն ձևով, եվրոպական շատ երկրներ այլևս գոյություն չեն ունենա։ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինան տանուլ է տալիս հակամարտությունը, կորցնելով շատ տարածքներ եւ որ Ռուսաստանն այժմ բանակցային ավելի ուժեղ դիրքում է։ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին եւ այդ ըմբռնումը դեռ վաղուց է եղել, շեշտել է Թրամփը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական մի շարք առաջնորդների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ի 28 կետանոց խաղաղության ծրագիրը կրճատել են, հասցնելով 20-ի, սակայն տարածքների հարցը դեռևս մնում է անլուծելի։ Ամերիկյան ծրագրի Եվրոպայում խմբագրված տարբերակը այսօր ուղարկել են Վաշինգտոն։ Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփի վարչակազմը Զելենսկուն դրդում է արագ գործողությունների։ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարելի է օգտագործել, որպեսզի ստիպի Ուկրաինային գործարքի գնալ։ Եվրոպան պետք է շատ զգույշ լինի։ Մենք ուզում ենք պահպանել Եվրոպային որպես Եվրոպա, այն վատ ճանապարհներով է գնում։ Մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի։ Ըստ վերլուծաբանների, առաջընթացի բացակայության դեպքում Վաշինգտոնը կարող է հրաժարվել կարգավորման ջանքերից։
Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ Ուկրաինայի նախկին արտգործնախարար Կուլեբան տիկնոջ հետ ներկա է ուկրաինացի երգիչ Դիմիտրի Մոնատիկի համերգին։ Դրա նախօրեին նախկին պաշտոնյան հայտարարել էր, որ ռազմաճակատ չի մեկնում, քանի որ չի ստացել ծանոթագիր։ Թուրքական կողմը կապահովի Ռուսաստանից Հունգարիա գազի մատակարարման երթուղին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքով 2025 թվականին Բուդապեշտն արդեն թուրքական հոս գազատարով ստացել է 7.5 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք։ Օրբանը նաև նշել է, որ Էրդողանի հետ քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը։ Հունգարիայի վարչապետի խոսքով Թուրքիայի նախագահն այդ հարցում միակ հաջող միջնորդն է։ Դամասկոսում Ասադի վարչակազմի տապալման մեկամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հրմշտոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մոտ 260-ը վիրավորվել։ Դամասկոսի գլխավոր հրապարակում անցկացվել է ռազմական շքերթ, որին մասնակցել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան։ Նախկին նախագահի ռեժիմը տապալվել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ ապստամբ ուժերը վերահսկողություն հաստատեցին Դամասկոսում։ Հունական Կրետե կղզում Եվրամիության սուբսիդիաների ուշացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ֆերմերների եւ ոստիկանության միջև։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, վնասել եւ շրջել մեքենաներից մեկը։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է բացել։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նշել է, որ վճարումներն ու աջակցությունը կտրամադրվեն ֆերմերներին մինչև դեկտեմբերի վերջ։ Ճապոնիայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 30 մարդ։ Երկրում հայտարարվել է մոտ 3 մետր բարձրությամբ ցունամիի վտանգ։ Ափամերձ գոտու բնակիչներին իշխանությունները կոչ են արել անհապաղ տարհանվել։ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում 22-ամյա երիտասարդը շտապ օգնության մեքենա է գողացել։ Ոստիկանները մի քանի անգամ կրակել են սկզբում օդ, իսկ հետո անիվներին, վարորդին կանգնեցնելու համար։ Մեքենան արգելակելուց հետո պարզվել է, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ ԱՄՆ-ի առողջապահության 71-ամյա նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը ձգումներ կատարելիս հաղթել է տրանսպորտի 54-ամյա նախարար Շոն Դաֆիին եւ նրա դստերը։ Շոն Դաֆին կատարել է 10 ձգում, նրա դուստրը 13, իսկ առողջապահության նախարար Քենեդին 20 ձգում։ Ժպտացող երիտասարդներ նոր թխված հացի բույր վարդագույն տուֆ։ 3 բան, որ տպավորել են Լաստան պայտալական հայտնի պարբերականի հոդվածագրին։ Լրագրող Մարիանա Պալումբոն Երևանը ներկայացրել է որպես պարտադիր այցելության քաղաք եւ անվանել մեջբերում վարդագույն քաղաք, որտեղ ժամանակը խառնվում է կոնյակին։ Հեղինակը մասնակցել է զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած ճանաչողական այցի ծրագրին։ 48 ժամ անցկացնելով Երևանում, վայելելով հայկական հացի ու կոնյակի համադրությունն ու տեղացիների ժպիտները։